Ինչպես կամից ուրացով հարկում, որնում է մեզ, այնպես ուշեր այնպես է վարվում, և ուսուցում է, ինչ անցորի ենքյանք հոր է, և ինչ հրդում, այն հրպատից կայս աշկերում, որ չի անցնում, ինչպես կամից ուրացով հարկում, որնում է մեզ, այնպես ուշեր այնպես է վարվում, և հասկացում է, կյանքը բոլորը տեն է մեզ ասպան, մեկ անգամ ապրում է, որ ինչ մոտ գնա, mi margarita, ai volves mi margarita, ai volves mi margarita, assolvi di me. In canzoni che cantuore e vinciuto, ai tutta fissa e sașteru, voci nații. Nici pescavisul la zoparu, volum e mez, ai pe sușene me se varum, e mascațul me, geantă volă tene me zaspat, me canca prumes, voi pot gânat, cu ciunai zambet, te-am crăceva ai volves mi margarita, ai volves mi margarita, ai volves mi margarita, assolvi de me. Pe ale păsari canceam, mez în socăm foc, e pafca canoi așa din meci, mă curcă. Voltejaste, volviste a stile manzanata, volviste per male sarca giambi, mezza sotto un po', e pafta cane lasciare, ma trucco, ma t'annunziamo a Benjamin, voltejaste. Հալելույա, բերիկաս են պարքերստերիս։ Այսօր եմ հիասքանի ժորը, որովհետև որտեղ որ Աստծո ժողովուրդը Տիրոջ եկեղեցին կհավաքվի, Տիրոջ սիրտը կցնծա և կուրախանա, որովհետև Տիրոջ հոգին նրանց մեջ է, և Աստված ինքը ներկա է նման միջավայրում։ Այսօր մեկները, այսօր մեր մեջ է, վերեք ողջ փառաբանություններով և զորությունով մի հատ
փառք ամենան, ասենք փառք։ Ես շնորհակալ եմ Ես կանջում այսօր մենք շատ թանկարժան մարդիկ ունենք մեր մեջ։ Ռաֆայել եղբայրը իր աթիվով, մեր արձոն եղբոր, մեր մկրտիչ եղբոր, իրանք եկել են բերեք ողջ մեր աշոտ եղբայրն ատարան երկուսից եկել բերեք ողջ ունենք մեր Զավեն եղբայրն է եկել, ջուբին է, իրենց եկել է իրենց թիմերով, իրենց անդամներով եկել են, Զուարդուր եղբայրը չկա, բայց տեսնում եմ, որ այնտեղ կա Արմեն ջան, ողջունում ենք ձեզ, ինչ ես գալիս, այստեղ նստի, եղբայրների կողքը։ Տերը օրհնի ձեզ, բերեք Արտուր եղբոր դիմակիցներին ողջունել։ Ես համար մեծ պատիվ աներ, Ռաֆայել եղբոր ներկայությունը մեր մեջ։ Ամեն, ամեն։ Իրոք մեզ համար հոգևոր հայրը և ամեն անգամ իր ներկայությունը մեզ ուրախություն ապաճառ։ Բերեք հնարավորություն այսօր բացման և խոսքը, երիտասարդի խոսքը ասի և մեզ համար ամոթին, ամեն սեկտոր։ Նստեք խնդրում։ Մեր օղամը դիմեք, որ ես եմ կարողան նստած խոսել, որովհետև ինձ համար դժվարություններ կան առողջական, ես աջ որդի վտանգներ կրկրկացա, ես երկար չեմ կարող կանել, դրա համար կփորձեմ ձեզ ծառայել նստած, իհարկե սուրբ գրքից որոշակի բաներ ձեզ հետ կիսվելով։ Ընդհանուր առմամբ ես շատ կողմնակից եմ արմատական քրիստոնեություն, ռադիկալիզմը ինձ հափշտակել բաժերում։ Եվ մակերեսային քրիստոնեությունը ոնց որ ցենց հետաքրքրասիրությամբ շարժարել, որ չգիտեմ հաճելի մտնոլորտա դրա համար, դա կարծում եմ Աստծո սրտին անընդունելի է։ Նա որ իր կյանքը անխնար տվեց մեզ համար, որ մեզ ունենա քեզ համար, և եթե դու միակ բնակի չլիներ երկրի վրա, Հիսուսը քեզ համար էլի կգար կոմերվել, կասել, որտեղից ես վերցրել, ճիշտ այն աշխարհի քրտիչնա, բայց Պողոս Արաքյանը պես մեկ ասներ, որ ինձ սիրեց և իր կյանքը ինձ համար տվեց։ Տեսեք ինչքան սուբյեկտիվացնում է Պողոս Արաքյանը, նույնը վերաբերվում է քեզ և ինձ։ Եվ եթե մեկը կա, արելի տակ, որ զոհվել է, մեղացել է, անում քեզ, և քո բոլոր, և իմ բոլոր, մեղքերի ու հանցանքների պատիժը վերցրել է իր վրա, ինչպիսի պետք է մենք լինենք նրա համար, ինչպիսի արձագանք պետք է լինի մեր կողմից։ Եվ ես թույլ տվեք ուրեմն մեկ-երկու համարից օգտվեմ։ Ճիշտ է, առաքյալները առաջնորդվել են բոլորովին ուրիշ սկզբունքով, քան արմատական փոփոխությամբ են ծառայել, քան ժամանակակից ծառայողները։ Եվ ես մի համար ուզում եմ կարդալ, մենք ոչ թե մեր անձերն ենք քարոզում, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իսկ մեզ, Պողոս Արաքյալը դա ինչի տեղադրում է, իսկ մեզ որպես ձեր ծառաներ, ամենանշանավոր քարոզիչները պետք է լինեն ժողովրդի ծառա, այս պետական հիմնարկություն չի, որ դիրեկտորը իրան փառահեղ կարամետում ես ինչի տեղ դրանց լինում։ Եվ ինչ հասնում, մենք չենք քարոզում ես։ Դժբախտաբար ժամանակակից քարոզիչների ամբողջությամբ ինքնահավանությունը փչացնում է իրանց ապա, որովհետև մտածում են արևի տակ նման մեկը դժվար է, ես գիտեմ ով է, բայց Պողոս Արաքյալը միտեղ ասեցին քո, ասեց ինչքան շատ իր միջոցով գործունեություն է ծավալել Տերը, բայց ինք ասեց թեև ես ոչինչ եմ, ձեզ ինչ հատում
Պողոս Արաքյանը խոնարհանում էր, ոչ, ինքը արձանագրում էր փաստը, իրականությունը։ Եսեք դու եք, նոր դառնանք ող, չի։ Եվ պետք չի, որ մենք շատ կներեք Լորենցու լեզվով ասած գրման իշխանք մեր հաջողություններով, մեր նվաճումներով, մեր անունով։ Ռադիկալ քրիստոնեությունը դա է, որ մարդը դիրքապաշտ չի, ինքնահավան չի, սիրահարված չի ինքնրա վրա, ես գիտեք ինչպիսին է։ Եվ դա հաճախ մարդը մեջ ապրում, մարդը չի նկատում դա իրականքի մեջ։ Եվ ինչքան լավ է, որ նա լույսակցություն արմատապես մեզ ցույց տալու մեր իսկությունը, մեր բոլոր տեսակի փոփոխման ենթակայությունը։ Իմ և քո նմանությունը կարևոր է, գիտեք ինչի, նայեք, ամեն ժամ Հիսուսն ասում, ես ասող խոսում, մարմնի մեջ կրում ենք Հիսուսի մահը Պողոս Արաքյանի խոսքում, ամեն ժամանակ կրում ենք։ Զարմանալի բան, ամեն ժամանակ կրում ենք իմ մեջ, իմ փրկչի մահը, ես այդպեսին չեմ, ես չեմ ասում հասել, ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի նրա կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Նրա կյանքը, նրա էությունը եւ զարմանալի է, որ միտեղ էր ասում, նա սահմանեց իր որդու պատկերին կերպարանքից լինելու մեզ։ Մենք պետք է նրա կերպարանքին նմանվենք լինենք։ Ինձ համար ամբողջ օրը բավարար չի, որ ես փորձ անեմ իմ ամես տվյալներով ներկայացնել նրա կերպարանքը, նրա կերպարը, նրա փոխարինի մեր կերպարին, նրա էությունը, նրա կյանքը պետք է դրսևորվի մեր մեջ, մեր փոխարին։ Իսկ նրա կյանքը ինչպիսին էր նրա կյանքը։ Թույլ տվեք մի երկու բան ասել։ Նա մեր կյանքում էր ապրում, որի մասին ենք ասում, ամեսները որ չեն ունեն, երկնքի թռչունները բույներ։ Ես մի հատ տեղ չունեմ, որ իմ գլուխը դնեմ։ Ես երևակայում եմ, որ կաղապատար մի գյուղում ինքը քարոզեց եկան ժամանակ անցկացրել, որ օրը մտնել է, պետք է գնա հաջորդ գյուղը և ճանապարհին հոգնած է։ Ինքներ էր հոգնում, մի տեղ են ասում, որ հոգնած նստեց այդ աղբյուրի մոտ և ինքը թերինս քնում էր չորում, ինքը իրա վերանով ասում էր, աղվեսներ անգամ առավելությունն են, երկնքի թռչունները բույներ ունեն, ես տեղ չունեմ, որ իմ գլուխը դնել, իրա գլուխը դնում էր քարին, որպեսզի գա իրա կյանքը նվիրի քեզ և ինձ համար, որպեսզի մենք արժանանանք իրան։ Եվ ինչպիսին անա, ինքը իրա մասին խոսացել է։ Եվ զարմանում եմ, որ ինքը իրա մասին խոսում է, բայց շատ սքանչելի մտքեր է։ Ասում է, եկեք ինձ, եկեք մարդկանց ասում է, այն հետևի նստածներից մինչև իմ հմանանաշանի, որ այստեղ կանգնած է, իր ողորմությունը շնորհք տված որպես միանց, եկեք ինձ եւ առաջի դասը, որ ասել, առաջի դասը սովորեք ինձանից։ Ախ, ուրեմն որպեսզի նա պատկերի կերպարանքից լինեք, եկեք նրան ուսումնասիրեք, թե ինչպիսին անա, սովորեք ինձանից, ես հեզր և սրտով ոչ թե ֆիկցիա, ոչ թե վարքագծով, կուլտուրայով, քաղաքական, ասիկն էթիկան, հարցեր մակարդակի էթիկայով, մարդիկ են, չէ, դրանասն չի, էյություն, դրանից ինչ-որ մի բան քահի, կամ շարժարիթը, բոլորովին վատ է, բայց ինք շատ լավ բաներ անում, բայց շարժարիթը կարող է իրա փառքն է, որ ցույց տա իրա դիրքը, ես ով եմ թող ստենան ճանաչի։ Որում ենք մենք հաճախ, որ Աստված մեզ հողից սարքի և նոր կվերադառնանք այդ նույն հողին, բայց պետք է կանգնենք նաև մեր առջև։
Եվ ես միշտ մտածում եմ Տեր Աստված ջան, որ առաջի դատը որ անելու ես երևս քո տնից սկսվում։ Կարող ես արդյոք դու գլուխը բարձրացնել այդ պահին և նայել նրա երեսին, համարձակությունը կբավարարի, թե որ նայես նրա էությանը, քո էությանը, ասես այս անտուր տարբերություն ունենք, երբ պետք է մենք կարողանանք կրել այնպիսի բաներ, ինչպիսի մեր բժշկիչն է և երբեք չկոտրվել, նույնիսկ ամենաշատ ստորացումներից, նեղացումներից, ինչպես կարող է Պողոս առաքյալի պես մեկ ասել, ես զարմացած եմ նրա վրա, ասել հավանել եմ ես անարգանքների, տառապանքների, չարչարանքների, լավան եկեք էլի, եկեղեցիները, դիֆիցիտա մարդ կգտնեք, որ ինքը հանկարծ հավանում է, որ իրան անպատվում են, վիրավորում են, նսեմացում են, թե են հատկահավերի պես ցածում ենք մեր փետուրները, որպեսզի սատանան հենց մեկը շփոթի ուղիղ մեր սրտի մեջ կգնում։ Որն ենք մենք ըլլի, որը երբեք մենք դառնալու արմատական Քրիստոսի առաքյալները սաղմից կյանքերը նահատակվեցին։ Կոմունիստների ժամանակ տասնյակ հազարավոր սուրբեր Սիբիրում սպանվեցին դաժանորեն։ Այն անձնավորությունը, որը դարձավ հիմնադիրը հոգեգարստական աշխարհի, ես քանի րոպե ազատես։ Չէ, եկեք։ Այն անձնավորությունը, որը հոգեգարստական եկեղեցու հիմնադիրն է եղել ամբողջ սովետական միության 21 թվականին Ամերիկայից եկել է Վարանայելը եկել է 21 թվականին և 21 թվականին 9 տարվա ընթացքում մի քանի հազարավոր մարդիկ մկրտվել են Սուրբ Հոգով, թե աշխարհիկներն են ապաշխարել, թե բապտիստներն են փոխվել, համենայնիվ լիքն էին, հազարներով լիքն էին քրիստոնյաները և 30 թվականին իրանք կանոնավորեցին 9 տարի Սիբիրում տանջեցին 9 տարի և 9 տարի հետո իրան սպանեցին և եկեք ինչ արեցին Սիբիրում սովածները լիքն էին ողնում էին իրան մարմինը շպրտեցին շներին և շները կերան նրան ով հիմնադիրն է եղել ով իրան չէր ասում ես եպիսկոպոս եմ ես եմ նա սովետական հովիվ էր նա և նրան սպանեցին և մարմինը տվեցին շներին շները Սիբիրի կերան Երբ որ Ամերիկայից իրար որդիները եկան, ման էին գալի գերեզմանը ուր, գերեզման չկար։ Այդ ժամանակակից հովիվները, որ մահանում են, հարմնավոր, վինետկեքով, ես եմ միջելով, փառքով, պատվով տանում են, դեն ասել դուր է ճանապարհում, լավ պետք է միանալ քններ դրա կյանքի ինչպիսին է եղել։ Արդյոք մենք կարողացել ենք, այդ հետո կանենք, լավ արդյոք, կարծում եմ սպահ հարմար չի, այդ չի լավ Եվ ասեմ ձեզ, և ես մարդիկ, ինչքան ստորացումներ են տարել, ինչքան տառապանքներ են կրել, ինչքան նեղություններ են կրել և տարել են հանուն Հիսուսի, հարցում եմ, ուղղակի ես երբ որ ձեր տուն գնաք, մտածեք, ինչի են ես երբունակ Հիսուսի համար, ինչի կարող եմ տանել նրան, ով այդ պատվերը տվել, ով այդ պատվերը տվել, որ ասում սիրեցեք ձեր թշնամիների, ես ուստի մարդը կնկաչի սիրեկրի կմարդը, ընտանիքի անդամներին, շրջապատին, իրանց մեծ բանի տեղ են դնում, բայց ոնց կարելի է սիրել թշնամիների, այդ ով ասել դա, ես չեմ ասել, ես ոտը ես պարով ոչինչ չկում, սիրեցեք ձեր թշնամիների, օրհնեցեք ձեզ անիծողներին, մարդը անիծում անիչաս ասում, օրհնեցեք անիծողներին, բարի արեք նրանց, որոնք չարություն են անում քեզ, խնդրում եմ դու քեզ քնի ես ինձ, ես կարողանում եմ ինձ անիծողին օրհնել, որ ինձ գիտեմ, որ ատկա կարողանում եմ սիրել, եթե չէ Հիսուսի էությունը քո մեջ չի, սիրելիս դու մակերեսի վրա լողացող անձ ես, ռադիկալ քրիստոնեությունը պահանջում է Քրիստոսի էությունը կրել սեփական սրտի և կյանքի մեջ։
Եվ այսպես ժամանակվա սերունդից շատեր աշխում են ջեր են գնացել։ Ես էլ աշխում ծերացել եմ 75-րդ բաժան մեջ եմ։ Բայց եկել եմ ստեղ ձեզ շատ սիրելուց և հարգելուց և ուզում եմ ասել երեք նման ողջույն Քրիստոսին և առաքյալին երեք չնայեք են եկեղեցին չարեց են եղավանջա երբովում են չեղավ են Քրիստոս իչտի վրեց չէ նայեք մեր սիրելի փրկչի և փորձով ստատի Աստվածով ինձ է շնորհակալ եմ Եղբայրներ քույրեր, ուղղակի եղբայր Աստվածով նաև պետք է աղոթել ոչ թե հուսով եմ, որ շատ երկար չտրեց իմ խոսքը չեք ծանրանում և ուզում եմ աղոթել և ուզում եմ, որ մեկ շատ եմ խնդրում ինչ սիստեմը այդպես էր, մենք աղոթի ժամանակ աչքերներս փակում ենք արտաքին աշխարհից կտրտելու և նա այստեղ և նա այս լսեց, նա այս տեսավ նա քեզ կարդում է մինչև քո սրտի վերջի հատակը, բոլոր շարժարիքների նա քաղմիք է Աստվածը, նա տեսնում է այդ օրերը։ Եվ ինչքան կարևոր է, որ մենք, երբ որ աղոթում ենք, խնդրենք նրանից կարևորագույն բաները։ Բարերար մեր Հայր, շնորհակալ եմ քո արած անբան բարիքների համար։ Եվ ես քաղցր մարդիկ, որ այստեղ հավաքվել եմ, այստեղ բարները քույրերը, Տեր խնդրում եմ ինձ համար և իրենց համար, Հայր, Սուրբ Հոգու միջոցով դրոշմիր խնդրում եմ, մեր սիրելի փրկչի էությունը կնիքի պես խփի մեր սրտերի վրա, որ մեզ հանդիպողները քեզ հանդիպած լինեն, որ քեզ արից բուրմունք լինի, քո էությունը դրսևորի, ողողիր մեր բոլորիս կյանքի, բոլոր օրերը քո շոշափելի առկայության և թող քո սիրո գավազանը անգամ ներգործի մեր արմատական փոփոխությունների վրա Տեր։ Քո սիրո գավազանով դաստիարակիր մեզ, փոխիր մեզ, և այն տառապանքները կամ դժվարությունները, որոնք պատահում են մեզ, գործածի դա էլ քո թագավորության տարածման համար, քո փառքի շատացման համար, ամեն ինչով փառավորված լինես դու Հայր երկնքում և երկրի վրա, փառավորվես մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի անունով, որ այս մեծ փրկաբանությունը իրականություն դարձրեցիր մեզ համար, փառք ու պատիվ քեզ, որին դու արժանի ես Հայր, Որդի ու Սուրբ Հոգի, ամեն, փառք քեզ։ Ձերով մի հատվեն է խորը։ Իման ունակի ուզում են իրա խոսքից հետո ասել։ Ռազիկան քրիստոնյությունը, դա անձնորացություն է, դա անձնհաներ զոհասեղանին, դա խոնարկը, դա ուղակի իսկական քրիստոնահայել ապրելացել։ Տերով մի քեզ, ողջան, շնորհակալ եմ քեզնից։ Մենք շարունակենք մեր փառաբանությունը, երկրպագությունը և մեծանենք մեր Տիրոջը այս հիասքանչյուրը, ով հավատում որ Տերը այստեղ է։ Տիրոջ հոգին ես վայրում, ինչքան ավելի լավ բացես սիրտդ, այնքան շատ կվայելես նրա ներկայությունը, որովհետև ինքը իր խոսքի հետևը կայնած ասում այն 2-3 հոգի իմ անունով հավաքված լինի ես այնտեղ եմ, ինքը ստախոս Տեր չի։ Իր ամենասացը ճշմարտություն է, և նրանք ովքեր որ հավատում են այդ ճշմարտության խոսքին, այդ ճշմարտությունը կգա ու իրանց ազատ կանի, օրհնություններ կբերի, ներգործություններ և լեցունություններ։ Այսօր լեցունության, օրհնության, զորության, Տիրոջը հաղորդակցության, նրա ներկայության մեջ խորանալու, նրա ներկայությունը վայելելու հիասքանչ մի օր է։ Վայելի նրա ներկայությունը և թույլ տուր նա այցելի քեզ, կապնի քո սրտին, փոխի քո կյանքը, նորոգի քո միտքը, և այսօր այստեղից դու գնաս հաղթանակած, լցված, զորացած, օրհնված, շինված, գնաս և ուղղակի որպես Աստծո լույս և Աստծո արք այս աշխարհի մեջ տարածվես և աստես Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։
Եվ ասել վերկաց և օգնիր Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։
Եկեք ծափարը միասին։ Հալելույա։ Դեպքավերի գուրը, լոքի մեջը, հարանավերը, նարաշյան է բացում, նարաշյան է կարակում։ Մեր զայնը են բազմաթիվ ջուների, ջրվեջների զայնի պես ընչի։ Ամեն։ Որ բոլորը լսեն, թե Աստծո ժողովուրդը ինչպես ջրվեջների պես աղաղակում են իրենց Տիրոջը, փառաբանում են իրենց Աստծուն։ Վերեք մի հատ հավեսով մեր Տիրոջը ասենք հալելույա! Հալելույա! Ամեն, ամեն, ամեն։ Վերեք այդին ձևով, արգանքով և պատվով, մեր ծապելով դիմավորենք մեր երկրով։ Հարկեզներ, շնորհակալություն, երկարություն, հավատքստել, այս պատրաստել։ Սենը շուրակալություն է, սենը կտրվել է։ Սենը կտրվել է, հիվանդոցում է։ Հարկեզսում, երևում է կատվում եք ասում կեզ, նայրեք են Գերմանիա, մի քիչ մենան, հետո գալի, մի բան ասում։ Ձեր մեր սառաշնորհի ողորման, ես այսօր ուզում եմ ձեզ հետ միասին մի քիչ այդ ինքնակրթությամբ զբաղվենք։ Մենք ես նկատել եմ, որ մենք կարիք ունենք արտոնության և մարդկանց կարգության։ Ամեն չունենք կարող ասի ամեն մենք արտոնության կարիք։ Ամեն։ Գիտեք, երբ որ ես աղոթում եմ, մտածում եմ արտոնության մասին, իմ միտքը գալիս է հանգնում է ինձ վրա։ Կորինթացիս, երկրորդ Կորինթացիս 13:5 ասում է Աստծո խոսքը ինքներդ ձեզ քննեցեք, թե հավատքի մեջ եք, ինքներդ ձեզ փորձեցեք։ Գիտեք, ես երբ որ նայում եմ իմ վիճակին, ինձ քննելով, ես բավարարված չեմ իմ հոգևորությունից, իմ հոգևոր հասակից, իմ Աստծո հետ հարաբերությունից, ես բավարարված չեմ։ Գիտեք, մի բան եմ հասկացել, որ Աստված գալիս է այնտեղ, որտեղ կա ծարավ, Աստված գալիս է այնտեղ, որտեղ կա փափակ։ Եթե մեկը մտածում է ինքը արթնություն ապրում, ինքը արթնության մեջ է, Աստվածը տեղանելու բան չունի արդ։ Ցավոք սրտի այսօր ժամանակակից քրիստոնեության մեջ հաճախակի մենք ինչ-որ շոուների միջոցով փորձում ենք լրացնել Աստծո շարժը եկեղեցու մեջ։ Կամ բաժեղատուկ լույսեր, որ վաճառվում է, որ դու տանը երկրպագության ժամանակ միացնես մուզիկա, լույսեր միացնես, դիմ միացնես ինչ-որ, և դրա միջոցով քեզ զգաս արդեն ոտքերդ ամոթված։ Բայց իրականությունը նրանում է, որ մեր աշխարհը այսօր կարիք ունի Տիրոջ այցելության, Տիրոջ ներգործության, Տիրոջ զորության, Տիրոջ կենդանի հպման։ Ամեն։ Կարաս ասես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտեք, ես մի հարց ուզում քեզ տամ, ինչի ես սիրում Հիսուսին։ Այս մի պատասխանի աստվածաշնչային պատասխաններով։ Մենք այն ամենոտը գիտեք, չէ՞։ Միակ մեծ եկեղեցում հովիվը որոշում է, որ այս կիրակի պետք է գնա մանուկների հետ ծանոթանա, մանուկների հետ անցկացնի այդ ժողովը կազմակերպում է եկեղեցում, որ առանց իրան են անցկացնելու, ու գնում է մանուկների մոտ, այդ մանուկների ուսուցիչները շատ պատրաստել են, որ այսօր հովիվն ամեն մոտ գալու, խիստ են, զգոն լինեք, այս հովիվը գալիս է տեսնում այս երեխեք, ասենք լարված նստած իրան են նայում, այս երկնքի տիչած մարդ այսով է, մեկ է այս հովիվը ասում մի բան ասեմ, այս երեխեքի հետ այս սառոցը հացնեմ, էլի, ասում երեխեք ջան, այն ինչն, որ ծառը թռնում փափան պոչ ունի ու արիքներ ալողանում։ Մեկ երեխեքի լրության մեջ
ոչ մեկը չի պատասխանում, մի հատ երեխա բացասում է ձեռը, ասում կարելի է ես պատասխանում։ Ասում հորի ջան, գիտեմ, որ ճիշտ պատասխանը Հիսուսը, բայց ժողովրդի շատ նման Մենք հիմա այնքան եկեղեցուն ենք, այնքան հոգևոր ենք, որ արդեն ամեն ինչի պատասխանը գիտենք, ճիշտ ոնց պետք է ասենք։ Բայց ուզում եմ դրանքես որ ասար չէ խոսել բանալով ասես, ինչ է սիրում Հիսուսին։ Ու կամ մի բան, որ քեզ կարող է պոկել այդ սիրուց։ Կամ մի բան, որ քեզ կարող է հեռացնել այդ սիրուց։ Գիտեք, Հռոմեացի 8:35 խոսք չեմ կարդալու, որպեսզի մենք շատ ժամանակ ավելի ունենանք։ Ասում եմ, ինչը կբաժանի ինձ Քրիստոսի սիրուց։ Մահը, տագնապը, փորձությունները։ Որոշակի տեղյակ եք իմ անցած ճանապարհից, իմ կյանքից, երբ որ իմ կյանքին դաժան օրերից էր, երբ որ սաղ իմ կյանքը փլուզվեց, զորացավ, ես այդ օրը զանգեցի հովի հետ խոսում եմ, ուզում էի լացեմ, որտեղ շատ էր հոգիս ծանր, ասավ չլացես։ Ասավ դու մինչև իրանց եղել ես Քրիստոսի հետ, սիրել ես Քրիստոսին, դրանից հետո կսիրես։ Թողեցել եք ես պայի։ Գիտեք, ես հասկանում եմ իմ կյանքի ընթացքում մի բան, ես այդ սերը չեմ կարող փոխել ինչ-որ բանի հետ։ Ու չի կարող որևիցե մի բան ինձ պոկել այդ սիրուց։ Գիտեք, մենք սիրում ենք, երբ որ մեզ ասում են, որ Աստված քեզ սիրում է։ Չէ՞։ Մենք դաժե փորձում ենք մարդկանց գրավել այդ մտքով, որ Աստված քեզ սիրում է։ Գիտեք, այս ժամանակակից քրիստոնեությունը եւ աշխարհը այդ խոսքը շատ լավ է ընդունում։ Ասում են, դու ինձ սիրում ես, ոչ ճիշտ ես ասում, ես էլ ինձ սիրում։ Դու զոհեցիր, լավարեցիր, բայց այսօր ես քեզ ուզում ասում, որքանով ես դու սիրում ես։ Ու ինչի։ Որտեղ եթե դու հիմք չունես քո այդ սիրուն, հակառակորդը կողիկ մարդիկ կարող են շատ շուտ քեզ շեղել այդ սիրուց, հեռացնել քեզ այդ սիրուց։ Ես հիշում եմ շատ երիտասարդներ ժամանակին այստեղ Հայաստանում մենք երիտասարդական ծառայության մեջ էինք։ Աղջիկներ կային, տղաներ կային, որ սիրահարված էին Քրիստոսի վրա, սիրում են քեզ, բայց մի հատ անհավատ տղա առաջարկություն էր անում, մենք գնացին գորը, սկզբից ասում ինչ է, ոչ մեկը չի կարող բաժանել։ Դա համար ես ասում եմ քեզ այսօր, որ դու փորձես հիմնավորես քո սերը Քրիստոսի վրա։ Ամեն հարթիոչը։ Ես ուզում եմ մի փոքր ինչ արթունության մասին խոսալ, ինչ է իրանից արթունությունը եւ երկրորդ բաժինն եկա, որը փրկության մասին։ Ես եւ դու որպես քրիստոնյա պետք է հետաքրքրված լինենք մարդկանց փրկությունով։ Որտեղ եթե մենք փրկությունով մարդկանց հետաքրքրված չենք, ով է անում դա։ Մենք այսօր Տիրոջ մարմինն ենք երկրի վրա։ Մենք այսօր Տիրոջ ներկայացուցիչներն ենք երկրի վրա։ Բայց նախ եւ առաջ մենք ինքներս պետք է ապրենք արթունություն։ Արթունություն բառը մի քիչ բարձր ասված խոսք է, ամեն մարդ իր պատկերացումը ունի, ինչ հայրանից ներկայացնում արթունությունը։ Ես փոքր ինչ ուզում եմ իմ պատկերացումը ձեզ ներկայացնել։ Որոշակի իմաստով ամբողջ տիեզերքը լցված է Աստծո ներկայությամբ։ Այնուամենայնիվ, պատմության մեջ կան ժամանակներ, երբ Աստված դրսևորվում է իր ներկայությունը որոշակի վայրում կամ հատուկ ձևով, որը եզակի է, հստակ է, հզոր է, փոխակերպող է։ Մենք նման ժամանակներ, ես այդ նման ժամանակներ անվանում եմ արթունություն։ Արթունությունը դա երբ Աստված հատուկ ձևով այցելում է։ Արթունությունը անսովոր աստվածային այցելության շրջան է, որը հանգեցնում է խոր ապաշխարության,
գերունական նորացմամբ և եկեղեցու մեծ վերափոխումով, աշխարհում մեղավորների արմատական դարձի հետ է մեկտեղ, և որը հաճախ հանգեցնում է բարոյական, սոցիալական և նույնիսկ տնտեսական փոխակերպում։ Արթնությունը դա Աստծո առկայությունն է երկրի վրա երևելի ձևով։ Գիտեք, ես ինքս շատ սիրում եմ անցյալ արթնությունը, որը ապրել եմ իմ կյանքի մեջ, իմ պատանեկան տարիներին, իմ երիտասարդական տարիներին, այն ժամանակ նրանք, ովքեր մի քիչ երկար հավատացյալ են, իրանք կհիշեն Տիրոջ շարժը մեր քաղաքում, ինչպես էր Տերը գործում։ Ես լավ հիշում եմ երիտասարդական ծառայությունները Կայանի ակումբում, երբ որ գնում էինք այն վերջի ռադերում, նստում էինք, Տերը այցելում էր այս ալիտովի ալիքների պես այս Տիրոջ ներկայությունը գալիս էր այնտեղ, և մենք երիտասարդներս այն ժամանակ սպորտով էինք զբաղվում, պարապած և այլն ընկնում էինք ծնկների վրա սկսում լացել։ Ես հիշում եմ մի հատ ընկերոջ էի բերել եկեղեցի, որը նույնպես սպորտսմեն էր, առաջի անգամ եկեղեցի եկել թամամ հետը չեմ խոսացել Քրիստոսի մասին, հիմա այդ ժողովներից մեկում ընկել ծնկների վրա ու սկսում է լացել, ինձ բռնել է մհեր, ինչի եմ լացում, ասում այդ լացի ես եմ լացում, այդ ստեղի նորմալ է։ Մենք հիշում ենք դա, մենք դրա կարիք ունենք, հովի մոտ էի, ինքը պատմում էր իր ապրած այդ արթնությունից, այն որ անցակացել, ու դա մեր մեջ ստվեր է թողել, որ մենք գիտենք կա է ձեր բան, ամեն կա է ձեր բան, եթե կա, նշանակում է մենք կարող ենք ունենալ, ամեն։ Ուզում եմ քեզ ասեմ նախորդ, որ արթնությունը կամ մարդկանց փրկությունը մեզանից կախված չի ընդհանրապես։ Դա Աստծո բացառիկ հայտնությունն է և ներգործությունն, բայց մենք անելու բան ունենք։ Մենք անելու բան ունենք, մենք պիտի ջանանք, մենք պիտի փափագենք։ Ես ուզում եմ մի քիչ ձեր մեջ բարձրացնեմ այդ ցանկությունը, Աստծո խոսքից մի քանի համարներ կկարդանք, որտեղ Աստված ասում է, որ կա ձեզ համար պատրաստված ինչ-որ բան, ու դուք պիտի փնտրեք դա, պիտի խնդրեք։ Ուրեմն առաջին Եզեկիա մարգարեության 34:26-ում ասում է. «Եվ նրանց և իմ բլուրի շրջակայքը պիտի օրհնություն շնի, և անձրևներ պիտի ցած թափեն իր ժամանակին, անձրևներ պիտի օրհնություն լինեն»։ Գիտեք, այսօր շատ հոգևորներ ասում են, որ վերջի անձրևներ չեն լինելու, կարիք չկա դրա, մենք ավելի շատ պետք է գնանք սրացման, վատացման, բայց այս խոսքը խոսում է մի բանի մասին, որ անձրևներ կան ամեն ժամանակի համար։ Գիտեք, երբ որ ես հավատում եմ վերջի անձրևներին իրականում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա եկեղեցու համար։ Բացատրեմ ինչի, ես մի անգամ հանդիպեցի Գերմանիայում մի հատ հողագործի հետ, որ մեծ դաշտեր ուներ, ցորեն էր ցանում, ու ինքը ասում է, որ մեզ համար շատ կարևոր է վերջի անձրևը։ Ասեմ ինչի հետ է կապված։ Ասում է, հասկանում ես, եթե վերջի անձրևը չլինի ու մենք հասկը հավաքենք, այդ հասկը կլինի անվորակ, փոշու կեղտի մեջ, ու մենք դա ոչ մի ձևով չենք կարող մաքրել։ Բայց եթե գալիս է վերջի անձրևը, ինքը այդ հասկը մաքրում է, ու մենք անձրևից հետո հավաքում ենք այդ ցորենը, ու դա լինում է որակյալ։ Մենք գիտենք, որ Տերը գալու է մի եկեղեցի հետո, որը չունի առոք, այ ինչ արատ և ինչ-որ գիծ իր վրա։ Ամեն, ու դրա համար ես և դու կարիք ունենք այդ վերջի անձրևների։ Քո կյանքը նայեք, կարաս ասես, որ դու անարատ ես Աստծո առջև։ Միգուցե մարդկանց առջև դու կարողանաս ասես, ես անարատ եմ, ես մեղք չունեմ, բայց երբ որ Աստված անայում, դու այդ չես կարող ասել, որտեղ Աստված գիտի այն, որ դու հագցնում ես ուրիշներից։ Ամեն։ Տերը ունի բլուր։ Գիտեք, որն է այդ բլուրը, Տիրոջ եկեղեցին է։
Քրիստոսի եկեղեցին։ Դա Տիրոջ բլուրն է, որի շուրջ ասում է ես օրհնություններ կշինեմ։ Քրիստոսը իհարկե մեռան մարդկության համար, բայց իր մահով ինքը ծնեց եկեղեցի, որը իր մարմինն է ներկայացնելով երկրի վրա։ Հովել մարգարե 2:23 ասում է եւ ով Սիոնի որդին ցնծացել եւ ուրախացել Տիրոջ մոտ ձեր Աստծով, որ կտա ձեզ ուսուցիչ արդարության համար եւ ձեզ համար անձրև կիջեցնե առաջին եւ վերջի անձրևները առաջնապես։ Ես արդյունության մասին շատ եմ աղոթում եւ շատ եմ աղոթել, շատ եմ քննել, շատ մարգարեություններ կան վերջի արդյունությունների մասին։ Եվ մի օր ես եկա Տիրոջ առջև հարցով ասի, Տեր, ինչի է, որ վերջի անձրևները արդյունությունը ասում են ավելի զորավոր լինելու, քան մինչև այդ։ Եվ երբ որ ես աղոթում էի, հոգուս մեջ Տիրոջից պատասխան ստացա, որտեղ վերջի անձրևներում Աստված ներգործելու է իր ամբողջականությամբ։ Ես ունենալով որոշակի հոգևոր կրթություն, գիտեմ եւ հասկանում եմ, որ մենք ապրում ենք Սուրբ Հոգու դարաշրջանում։ Եվ Տերը, երբ որ ասավ այդ ամբողջականության, հասկանալով, որ Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված միասին պիտի գործեն, ու դրա համար այդ արդյունությունը պետք է շատ գրանձիոզ լինի, ես բառը օգտագործեմ։ Ես մի քիչ շատ կոնսերվատիվ եմ հավատքի մեջ։ Ասի Տեր կներես, բայց ես ուզում եմ դու դա ցույց տաս ինձ Աստվածաշնչի մեջ։ Որտեղ եթե մի բան Աստվածաշնչի մեջ չկա, ես չեմ կարող ընդունել։ Անկախ ով է դա ասում։ Ես ասել եմ, բացեցի Կորինթացիս 2-րդ գլուխը 4-րդ խոսքից, ասում է ներգործությունները տարբեր են, բայց նույն Աստվածն է ներգործում։ Ծառայությունները տարբեր են, բայց նույն Տերն է տալիս։ Պարգևները տարբեր են, բայց նույն Սուրբ Հոգին է տալիս։ Հասկանում եք, մենք ունենք մեր առջև մի հատ Տիրոջից պատրաստված մեծ շարժ, որտեղ ուզում է մեզ վերցնի իր գործի մեջ, բայց մենք տառապում ենք ավելի շատ անհոգությամբ, ավելի շատ զբաղված ենք մեր գործերով, ավելի շատ մենք ունենք անգամ մենք թվում է, որ մենք Տիրոջն ենք ծառայում, բայց իրականում մենք Տիրոջ չենք ծառայում։ Ես պատմեմ, որ նոր Բելարուսիա է գնացել, այդ քաղաքը, որտեղ երկար տարիներ ապրել եմ, Տերը ինձ հետ խոսեց, ասավ, որ ես պետք է ջանք անեմ, որտեղ եկեղեցի բացանա, որոշեցինք ինչ անենք, վերջեցինք, որ բրոշուրներ վերցրեցինք, ինձ էլի բրոշուրները, որ հետևի մասը կարող էին գրել մեր հասցեն, ամբողջ օրը շաբաթ օր էր, առավոտվա 9-ից գնացել ենք շուկա, որտեղ այնտեղ շուկան առավոտն է շատ ակտիվ աշխատում, մենք այդ բաժաներն ենք մինչև կեսօրից անց, հետո դրանից եկել ենք քաղաքի պարկը, որտեղ երիտասարդությունն ամուսինց, բաժաներ ենք, չեմ հիշում, բայց մեծ քանակով։ Երեկոյան եկա ինձանից դավորնից նստել եմ բազկաթոռի վրա։ Ես մի հատ հզոր գործ եմ արել, մեկ էլ հոգուս մեջ տեղ հասկնից, ինչով ես այսօր զբաղված եղել։ Տեր ջան, դու չես տեսի ամբողջ օր ավետարանչությունով եմ զբաղված եղել։ Մեկ էլ Տերն ասա չէ, դու ավետարանչություն չես արել։ Մեկ էլ հիշի, ինչ ես խոսացել մարդկանց հետ։ Մեկ էլ աչքիս առաջ գալիս է ամեն մի հանդիպումը մարդկանց հետ, որոնց հետ ես եմ խոսած։ Ինչ է ասում, մոտենում էի, ողջունում ենք երես, մենք նոր ենք այս քաղաքում, որոշել ենք եկեղեցի բացենք, ձեզ հրավիրում ենք մեր եկեղեցի եւ այլն եւ այլն։ Այն ասա, դու եկեղեցու ռեկլամով ես զբաղված, դու ոչ մեկին իմ մասին չասեցիր։ Հասկանում եք, մենք հաճախակի այնքան ենք զբաղված մեր կարծիքով ճիշտ գործերով, որ Տիրոջը մի կողմ ենք թողում։ Տիրոջ հետ հաղորդակցությունը, Տիրոջ հետ հանդիպումը, մենք մի կողմ ենք թողում։
բայց կա մեզ համար պատրաստված Տիրոջից ժամանակ։ Խնդրեցեք Տերից անձրև, ետքի անձրևների ժամանակին։ Տերը կայծակներ է շնում և անձրև է տարավ կտալ նրանց։ Ամեն մեկին խոտ իր ագարակումը, հոսելին նրա ձեռքում է, Մատթեոս 3:12, հոսելին նրա ձեռքում է, նա կմաքրի իր կանը, ցորենը շտեմարանների մեջ կհավաքի, իսկ հարտը կրի անշեջ հրով։ Գիտեք, Զաքարիա 11-ում խոսում է, որ ամեն ագարակի համար կա խոտ, ամեն եկեղեցու համար կա ժողովուրդ Տիրոջ կողմից։ Ամեն, ես ուրախ եմ, որ մեր քաղաքում կան ամեն տարածքում եկեղեցիներ, Փառք Հիսուսին դրա համար։ Գիտեք, որ մենք մեկ ենք, մենք տարբեր չենք, եթե մենք տարբեր լինենք, ես չէի վախենա դրանից, այլ ցավ կքաշենք, բայց քանի որ մենք մեկ ենք ու մենք մեզ այս միաբանության մեջ ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ մենք մի եկեղեցի ենք, Քրիստոսի հարսն ենք, որտեղ Քրիստոսը մի հարսի հետևից է գալու։ Գիտեք, Քրիստոսը բազմակցությունը չի ընդունում, դա վերաբերվում է նաև եկեղեցու հարցը։ Քրիստոսի համար կա մի եկեղեցի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ու այս եկեղեցիների, այս անգարների կարևոր եկեղեցին թողենք միշտ անգարների համար Տերը ասում է ամեն մեկին խոտ կերնի իր անգարների մեջ։ Եվ Մատթեոսի 3:12-ում Հիսուսն ասում, Հովհաննեսը Հիսուսի մասին ասում է, որ հոսելին նրա ձեռքի է և կմաքրի իր կանը։ Եվ Տերը մաքրում է իր եկեղեցին, մաքրում է և հավաքում է հասկը իր եկեղեցու մեջ։ Ես այսօր մի բան եմ տեսնում, որ մարդիկ ավելի շատ ընկած են քանակի հետևից։ Ես նկատում եմ եկեղեցին։ Թե հովիներ, թե ժողովուրդ, իրանք գալիս են եկեղեցի, եթե մի քիչ քիչ հայնում ժողովուրդը, իրանք ասում լավ գնանք այնտեղ, որտեղ ավելի շատ է։ Շատի մեջ ոնց որ մի քիչ ավելի լավ են միացնում։ Բայց ես ուզում եմ քեզ ուղղեմ մի բան։ Տես որտեղ է Տերը գործում։ Ամեն։ Տես որտեղ է Տերը մաքրում մարդկանց։ Տես որտեղ է Տերը կենդանի այցելում և հաղորդակցում։ Ամեն։ Ամեն։ Զաքարիա 14:17 և պիտի լինի, որ երկրի ազգատողներից ով որ վեր չգնա Տիրոջ տուն երկրպագելու, նրանց վերա անձրև չի ունենա։ Այն ժողովուրդներ, որոնք չհելնեն Տիրոջ տուն երկրպագելու, նրանց վերա անձրև չի ունենա։ Հիմա մի հատ հարց, ինչի է դու եկեղեցում։ Եթե քեզ Քրիստոսը չի քաշում, նրան երկրպագելու չի քաշում, ուղղակի սովորություն է քեզ համար, կամ ժամանակ անցկացնելու միջոց է, ուզում եմ քեզ ասել, փոխի քո սիրտը, թող քո նպատակը լինի, ես Տիրոջ տուն եմ գնում Տիրոջը երկրպագելու համար, որովհետև այդ մարդկանց համար է խոստացված անձրևներ։ Ամեն։ Եվ հայտնի են խոսքերը, որ Հովեր մարգարեն գրեց, խոստանալով, որ ամեն մարմնի վրա պիտի թափի իր հոգուց։ Այդ խոստումը չի կորել, չի վերջացել։ Այդ խոստումը այսօր էլ կա իմ և քո համար։ Ամեն։ Ուրեմն արթնության համար հույսով եմ կներեք ու մի քիչ տկար եմ, երևի դերակի օպերացիայից հետո եմ, դրա համար մի քիչ չեմ կարողանում աշխուժ լինել, բայց հույսով եմ, որ ձեզ կարողացա մի փոքր ինչ ես նախանձավորությունը ձեզ հաղորդեմ, որ դուք նախանձավորություն ունենաք Տիրոջ անձրևների, Տիրոջ արթնության շարժի, որովհետև ես դրա կարիք ունեմ, ես չգիտեմ դու դա համաձայն ես թե չէ, բայց ես դրա կարիք ունեմ։ Եվ մենք քրիստոնյաներս, եթե ուզում ենք, որպեսզի այս աշխարհը փոխվի, մենք պետք է ապրենք այդ արթնությունը։
Ուրեմն առաջինը արթնությունը պետք է լինի իմ անհատական կյանքում, իմ անձնական հարաբերությունը Տիրոջ հետ պետք է լինի կենդանի։ Եթե ես չունեմ այս կենդանի հաղորդակցությունը Տիրոջ հետ, եթե չկա այդ հարաբերությունը Տիրոջ հետ, ես չեմ խոսում ստեղ այն զգացմունքների մասին, որ մենք մի քիչ փշակահարվում ենք, ես սրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ քո եւ Տիրոջ կենդանի հաղորդակցության մասին։ Երբ որ Տերը քեզ անցակացնում մեկ անապատով, բայց ինքը քո հետ է։ Երբ որ Տերը քեզ տալիս է հաջողություն, բայց դու հաջողության մեջ չես կորցնում իրան, այլ շարունակում ես իր հետ քայլել։ Երբ որ Տերը քո անհատական սենյակում կարողանում է քեզ դաս տալ։ Գիտեք, եթե մեր անհատական սենյակում դաս չենք կարողանում Տիրոջից ստանալ, մեզ համար պատրաստված է լինում նավոս։ Այն առակը հիշում եք Հիսուսը, որ ասում մի տարի եկավ ծառապտուղ չունի, երկրորդ տարին եկավ ծառապտուղ չունի, երրորդ տարին ծառապտուղ չունի, ասավ, ես տեղ ազգավասն, կտիք չի սրանք, Հիսուսը բարեխոսեց, ասավ, թույլ տուր, մի տարի էր մնա, կողերը կփորեն, նավոս կլացնեն, թրիկ, ես գուսեն եմ բարասն, գոմախ կլացնեն, ում կյանքում է տալունակ դժվար փորձություններ լինում, այդ թրիկի գործն նշանակում է դու կարիք ունես արթնանալու, պատխաբեր դառնալու, եթե դու չունես էդի, Տերը մի բան պետք է անի, քանի որ ինքը քեզ շատ ասիլում։ Ինքը չի կարող քեզ թողնի, որպեսզի դու ուղղակի կործանվես, մի օր կտրվես ու գցվես կրակի մեջ։ Դրա համար մեկ քո կյանքում բերում է փոսերափորում, որտեղ դու ընկնում ես։ Ու փառք Հիսուսին դրա համար։ Ամեն։ Որովհետև այդ իրավիճակների մեջ մենք դու հիշում ես Տիրոջը։ Հիշում ես ինչպես կարելի է աղոթել, եթե միջև այդ ասում ես ես աղոթելու ժամանակ չունեմ, եթե միջև այդ ասում ես եկեղեցու ժամանակ չունեմ, մեկ էլ այդ օրերը քո մեջ արթնանում են այն աղոթքներ, որ կենդանի են սենց էլի, երկինք են շարժում։ Բայց կուզենամ, որպեսզի առանց այդ թրիքի մենք լինենք Աստծո հետ կենդանի հարաբերության մեջ։ Երկրորդ բնագավառը, որտեղ մենք արթնության կարիք ունենք, դա եկեղեցին է, որ եկեղեցին պետք է անի արթուն։ Գիտեք, մենք հաճախակի մտածում ենք, որ եկեղեցու արթնությունը կախված է հովիվից կամ ծառայողներից։ Մենք գալիս ենք եկեղեցի, սպասելով, որ այս հովիվը կամ փառաբանության առաջնորդը մի բան կանի, որ ստեղ նա արթնության շարժ է լինում։ Իսկ դու ինչ ես արել դրա համար։ Դու ինչ ես արել դրա համար։ Դե ես փառաբանություն ծառայող չեմ, ես քարոզիչ չեմ։ Բայց դու Աստծո որդին եւ դուստր ես, չէ՞, որ ունես հաղորդություն Աստծո հետ, որ պետք է բարեխոսես քո եկեղեցու համար, որ պետք է ծնները ծառես Տիրոջ առջև քո եկեղեցու օրհնության համար, փառաբանության ծառայողների համար պիտի աղոթես։ Ես երբ որ գալիս եմ եկեղեցի, անգամ եթե ես չեմ ծառայելու, իմ աղոթքն է, որ Տեր շարժվի, Տեր գործի։ Ես եկել եմ, որպեսզի ապրեմ դրա մեջ։ Ու այն մարդը, որ կանգնած քարոզում է, իհարկե ես ուշադիր լսում եմ, բայց միևնույն ժամանակ իմ հոգու մեջ աղոթք ունեմ, որպեսզի Աստված աջակցի եւ օգնի, որովհետեւ գիտեմ ինչքան դժվար է այստեղ կանգնել։ Եվ երրորդ բնագավառը, որ մենք կարիք ունենք արթնության համար, դա մեր տարածաշրջանն է, մեր քաղաքն է, կարիք կա արթնության։ Ամեն։ Մենք կարիք ունենք, որ մեր քաղաքը ապրի արթնություն, անգամ մեր երկիրը։ Ես անկեղծ ասած, ես երբ որ աղոթում եմ, ես աղոթում եմ Հայաստան աշխարհի համար, ոչ թե մենակ Հայաստանի համար, այլ Հայաստան աշխարհի համար, որտեղ ես հայ եմ, հայաստանցի եմ, բայց Հայաստանում չեմ, ու ես կարիք ունեմ արթնության, փառք Տիրոջը։ Մենք պիտի փափագենք, մենք պիտի ձգտանք, մենք պիտի
վազեն։ Երկրորդ բանը, որի կարիքն այսօր ես խիստ տեսնում եմ, դա հունձն է կամ փրկությունը, մարդկանց փրկությունը։ Որքանով է քո սիրտը ցավում մարդկանց համար։ Ուզում եմ քեզ ասեմ, դժոխքը իրական է։ Գիտեք չէ՞ դա մասը։ Ես փրկված լինելով դժոխքից, ես չեմ կարող մնալ անտարբեր այն մարդկանց նկատմամբ, ովքեր փրկված չեն։ Ես ուզում եմ ձեզ մի հատ բան ցույց տամ Աստվածաշնչի մեջ, իհարկե դուք կարդացել եք Ղուկաս ավետարանի 16-ից Աղքատ Ղազարոսի և Մեծահարուսի պատմությունը։ Հիշում չէ, երբ որ երկուսն են մահացան, գնացին, մեկը Ղազարոսին տարան Աստծո ապոստալը, հարուստը գնաց դժոխք։ Մի հատ բան կատարվեց, երբ որ հարուստը նկատեց, որ Աբրահամը Ղազարոսին մխիթարում է, օժնում է, կարծես թե այս հարուստի նախանձը շարժվեց։ Սա թող խմատը թրջի լեզվից, վարվում են այստեղ։ Աբրահամը երբ որ բացատրեց, որ ժաննային է, ինչ դժոխքում, պատկերացեք մարդը դժոխքում էր, բայց ինչ իր մեջ արթնացավ։ Երբ որ ինքը հասկացավ իր համար հույս չկա, ինքը խնդրեց հայր Աբրահամին, որպեսզի Ղազարոսին ուղարկի իր եղբայրների փրկելու համար։ Անգամ դժոխքում մարդու մեջ արթնացավ գութ իր եղբայրների համար։ Եվ նրանց համար փորձեց բարեփոխել, իհարկե դա ապարդյուն էր, քանի որ անհնարին էր այդ աղոթքը իրականացնել։ Մենք գիտենք, ինչի համար մեծահարուստ լինած դժոխք, անհոգություն կյանքի ընթացքում։ Անգամ դժոխքում ինքը չէր ուզում կոտրված եղնի, համաձայնված լինի, այլ փորձում էր համոզել Աբրահամին, չէ որ չէ, հայր Աբրահամ, ասես պետք է լինի։ Եվ անտարբեր էր օգնելու մարդկանց։ Մենք այսօր մեր շրջապատում ունենք մարդկանց, որոնց ավետարան քարոզում ենք, այս մարդիկ այնքան են լցված անհավատությունով կամ աթեիզմով կամ ինչ-որ մենությունով, որ իրանք փորձում են միշտ քեզ հետ սպորել, չէ, ճիշտ չի դա, հավատքը պետք չի, եկեղեցին պետք չի, կան չէ դες մարդիկ, թե Հայաստանում դες մարդ չկա, մենակ մեր մոտ է սա, մենակ Եվրոպ, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ այդ մարդը ունեցավ նախանձավորություն իր եղբայրների համար։ Ինչքան մարդ կա մեր ընտանիքի անդամներից, որոնք Տիրոջ չեն ընդունել։ Կան քո ընտանիքից մարդիկ, քո եղբայրներից, քույրերից, ծնողներից, զավակներից, կան չէ, ու ինչքանով ես դու մտահոգված դրանց ասում։ Ինչքանով է քեզ անհանգստացնում է հարցը։ Ուզում եմ քեզ հիշեցնեմ Մովսեսի օրինակը, երբ որ Տերը Մովսեսին տեսավ Իսրայելի մեղքը, երբ որ արդեն ոսկեցում էին տնկել և երկրպագում էին, Տերը Մովսեսին ասավ, ես վեր սրանց կործանեմ, քեզանից մի նոր Աստվածացնեմ։ Չգիտեմ, եթե ինքը մի հայի դա առաջարկած է մեր ինչ կերներ, որտեղ հայերը շատ են սիրում, որ իրանք եղնեն, ես եմ, ես իմ սարնա, ես իմ ծառնա։ Բայց Մովսեսը ընկավ Տիրոջ առջև ասավ, եթե դու իրանց կործանելու ես, ինձ է կործանում։ Իմ անունն է ջնջի կյանքի դեպքի մեջից։ Շատ ուրախ եմ, շատ լավ է, որ դու փրկված ես։ Սա հիանալի բան է։ Բայց քո կողքը կան լիքը մարդիկ, որոնք կարիք ունեն փրկություն։ Գիտեք, մենք մտածում ենք, որ մենակ գործը նրանում է, որ պետք է գնանք քեզ մարդկանց Հիսուսի մասին ասել։ Ասենք քեզ առաջի գործը նրա մեջ է, որ դու ապրես արթնություն։ Որտեղ եթե արթնություն ապրած մարդը գնում է մեկին Քրիստոսի մասին ասում է, այդ մարդը միանգամից գտնում է Տիրոջը։ Իսկ եթե մենք խոսում ենք ուղղակի ցենց վերացական Տիրոջ մասին, որ
մի հատ Հիսուս եկավ, ես հիշում եմ, դպրոցում պատմության մեջ էր կար դասի տենց մի հատ, որ պատմում էի, որ մի հատ մարդ է եկել պատմական փաստ կա, որ ասում են հարություն առել։ Բայց դա ոչ մեկին վերցնից մոտ չէր կար։ Քո կենդանի հաղորդակցությունը Տիրոջ հետ կարող է փրկել մարդկանց։ Ամեն։ Եվ հիշում եմ մի ժամանակ իմ կյանքում եղավ, երբ որ ես օրական երկար ժամերով Տիրոջ հետ էի, աղոթքի մեջ էի, ու երբ որ ես երկար ժամանակ տնից դուրս չէի եկել, մի քանի ամիս, մենակ կարդում աղոթում էի։ Այն ժամանակ ուրիշ չկար, ոչ մի բան չկար, սովորել էինք եւ ձևապրել, առավոտ արթնանում էի, կարող նստում էի Աստվածաշնչի առաջ, սկսում կարդալ մինչև մութի գները։ Ու երբ որ մի օր դուրս եկա դուրս ու մեր տարածքում տեսա երիտասարդներ, մեծեր, ու գիտեք անկախ ինձանից արդյունքները աչքերիցս գնացին։ Ես չէի հասկանում ինչի։ Ես մարդկանց ես միշտ տեսել եմ, ինչի է հիմա իմ հոգին լացում իրանց համար։ Տեր ասավ, գիտես ինչքան եմ ուզում, որ ամեն մեկը փրկվի։ Ինչքան եմ ուզում, որ իրանցից ամեն մեկը ժառանգի երկնային արդարությունը, որովհետև դժոխքը պատրաստված չի մարդկանց համար, դժոխքը պատրաստված է սատանայի համար։ Իհարկե կան մի ուրիշ տեսակ քրիստոնյաներ, մեր եղբայր կա Բելարուսիայի ազգության, բայց Գերմանիայի բնակվում, ինքը մարդկանց քարոզում է, այդ մարդիկ մերժում են, ասում են ոչինչ, դժոխքում են մարդիկ լինելով։ Եղնած դժոխք։ Բայց ես ուզում եմ, որ դու սրտացավություն ունենաս։ Լավ, բերեք վերջում մի քանի խոսքերով ասեմ, ինչ ամենձանից պահանջվում։ Նախ եւ առաջ ուզում եմ ասեմ, որ Ղուկաս ավետարանի 3:4-6 ասում է պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը եւ ուղիղ արեք նրա շավիղները, ամեն ձոր լցվի, ամեն սար եւ բլուր խոնարհվի եւ դժվարները հեշտ լինեն եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն եւ ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի։ Սմեք ուշադրություն դարձեք այս խոսքերին։ Իմ եւ քո կողմից կա հանձնարարություն, որ մենք պետք է Տիրոջ այս արտնության, այս փրկության ճանապարհը հարթենք։ Այն ինչ որ հպարտացել է, ինչ որ բարձրացել է, պիտի խոնարհեցնենք։ Այն ինչ որ կոտրված է, ընկած է, մենք պիտի բարձրացնենք։ Ամեն, կարող ես ասել։ Փառք Տիրոջը։ Եվ Տիրոջ ճանապարհը պիտի հարթենք։ Ինչ է նշանակում հարթել։ Չշեղել, չփորձել մարդկանց հաճեցնել, այլ Տիրոջ ճանապարհը ուղիղ ցույց տալ։ Չփորձենք մարդկանց շողոքրթել, ասելով արի Տիրոջ տուն դու մի անգամից սկսենք բարգավաճել։ Այլ քարոզենք, որ քեզ պետք է Հիսուս Քրիստոս։ Փառքիս Տեր ջան։ Ուրեմն ես պիտի փափագեմ, ջանամ, երազեմ։ Ես պետք է ուզենամ աղոթություն։ Առաջինը իմ անհատական աղոթություն։ Երկրորդը լինեմ աղոթքի մեջ։ Իհարկե համարներ կան, բայց ես չեմ կարծում այս համարները, այլ ուզում եմ ուղղակի դու քո հոգու մեջ մտածես։ Որքանով ես դու փափագում Տիրոջ շարժին, որքանով է քեզ համար ցանկալի Տիրոջ հետ կենդանի հաղորդակցությունը։ Աղոթել, ինչ է նշանակում աղոթել։ Աղոթել նշանակում է լինել Տիրոջ ներկայության մեջ, ժամանակ անցկացնել Տիրոջ հետ, առանձնանալ, դուռը փակել եւ լինել Տիրոջ մեջ։ Հաջորդը բաց չթողնել այն ծառայությունները, որտեղ քո եկեղեցին հավաքվում է, որպեսզի պաշտի Տիրոջը։ Մենք հաճախակի ամեն ինչ հարմարացնում ենք մեզ։ Եկեղեցին մեզ հարմար եղնի, մեր հարմար ժամանակին հավաքվի։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, որ դու պետք է հարմարվես Տիրոջ տանից։ Դու պետք է քո տունը կառուցես Տիրոջ տան մոտ, այսինքն քո կյանքը կառուցես Տիրոջ տան շրջան։
Եվ կարևոր է, որպեսզի դու գիտեք, իմ կյանքում ամենաարտնության շարժը երբ ա եղել, այն երիտասարդ ժամանակ, որ փոքր խմբերով, մի 3-4 հոգով մեր տանն էինք հավաքվում, սեչով տանն էինք հավաքվում, հշտավ էինք հավաքվում, աղոթում էինք միասին, երիտասարդներով, հայկական հավաքույթ չէր դա ապրել։ Գիտեք, այսօր երիտասարդները հավաքվում են իրար գլուխ, ավելի շատ խոսում են տեխնոլոգիայից, մեքենաներից, բանից, բայց այն ժամանակ, երբ որ արում իշխից, այն ժամանակ մենք որ հավաքվում էինք, մենք կարդում էինք Աստվածաշունչ ու աղոթում էինք, մեզ հետաքրքրում էր մենակ Աստված։ Մենք չունեինք ցանկություն, միգուցե այնքան տեղյակ չէինք աշխարհում ինչքան մեքենաներ կան, ինչ դեպի մեքենաներ կան, բայց դա երանելի վիճակ էր։ Ես հիշում եմ, որ գնում էի Հովակին եղբորը գնում էի ու այնքան հարցեր էի տալի, որ այս մարդը հոգնում էր ինձանից։ Բայց համբերությամբ, գիտեք, ուր է այդ քաղցը, այդ ծարավը։ Չկա քո մեջ այդ ծարավը, մերել այդ ծարավը, այսօր այն օրն է, որ դու հարություն տաս քո այդ ծարավին։ Գիտեք, ես հիշում եմ այն նախանձավորությունը մենք, որ վազում էինք ինչ-որ բան անենք Տիրոջ համար։ Հիշում եմ, երբ որ եկեղեցու նվագողը գնաց Հայաստանից Խոպան, Մկրտիչ այն ժամանակ նվագել չգիտեր։ Գիշեր ցերեքսին տեսի հետ էր քնում։ Ես տեսել եմ այդ վիճակը։ Եղել ենք մի սենյակում քնել ենք իրար հետ։ Գիշերը հելնում էր, բայց դու քնի ես քանվանեմ։ Բայց այդ ձերմակտիկ կորել են, չկան, այդ նախանձավորությունը արդեն չկա եկեղեցում։ Չգիտեմ ինչի հատուկ են մարդիկ են, որ ձեռք են բարձրացնում, երբ որ մի հատ ծառայություն պետք է անի։ Ես եկել եմ քեզ ասեմ, կենդանացու քո փափագը Տիրոջ նկատմամբ։ Կենդանացու քո ծարավը դեպի Տերը։ Կենդանացու քո փափագը ծառայել Տիրոջը, ինչ որ մի բան անել Տիրոջ համար։ Ես հիշում եմ, որ նրանք ովքեր Պրոմեթեյը հիշեն։ Մենք ես Հովակի եղբայրը Հովհաննեսը, Լեխուխույիկ, միշտ մի երկու ժամ շուտ գնում էինք այնտեղ, պետք է հեշտ էր, ինչքան դրսում փոշի կար սազալի մեջ էր։ Հովակի եղբայրը սազում էր, ես Հովհաննեսը սալդատսկի լվանում էինք ես պոլերը, քույրեր են ստանների փոշիներն էինք ասում։ Ու մի անգամ նենց ստացվեց, որ բալանի ուշ էին տվել, մի քիչ ուշ է գործեցին, ու ավտոբուսը եկավ երևի մի 40 հոգի երիտասարդ եկան ու տեսան ով է ավլեմ, ով է պոլերը լվանա։ Այն մարդիկ դեր ժամանակ եթե հիշեք խաղաղիչներ բեմում էին նստում։ Այն մարդիկ, որ բեմում նստում էին, իրանք էին այդ պոլեր լվացող ավլողները։ Ու մենք վայ, ես ոնց կերնում քնայեցին, բայց ինձ համար երանելություն էր։ Միջև հիմա իմ մոտ մնացել է, երբ որ մեր եկեղեցու մեջ ես մտնում եմ զուգարան հանկարծ թուղթ են գցած եղնում գետնին, աղբի կողով անցած, ես չեմ կարող տարբերանցնել, ես վերցնում եմ ապրում գցում աղբում։ Ես ուզում եմ քո մեջ արթնանա այդ փափագը Տիրոջ համար։ Ինչ կարող ես անեմ քեզ համար։ Պողոս առաքյալը Հիսուսին հարցրեց, ինչ կարող հարկ Տիրոջը։ Եթե դու իրոք անկեղծ կարող ես այսօր Տիրոջ առջև խոստովանել, որ դու կարիք ունես, որ քո մեջ արթնանա այդ հաղորդակցությունը, ասում եմ այս աղոթքի մեջ գաս Տիրոջ առջև։ Առաջ դարձնել չի, ուղղակի խնդրում վեր կանգնում չի։ Եթե սարվել ես, անգերս Տիրոջն ասել ես կարիք ունեմ, որ դու զրող կերակով վարվես, այն կերակով, որ չի վերջանում։ Եթե դու գործել ես այդ հարաբերությունը Տիրոջի հետ, ուզում եմ դու ուղղակի Տիրոջն ես ասես Տեր,
Ես եմ մեղավոր, որ կորել այդ հարաբերությունը։ Բայց ես ուզում եմ այսօր քեզ նորից կանչել եմ կյանք, որ դու լցնես փոքրակով։ Աղջիս Տեր, շնորհակալ եմ քեզ անես Տեր։ Հալելույա։ երազանքով ապրեք, արդության ցանկությամբ ապրեք,
Եվ ձեզ համար արդյունությունը եղնի ամենակարևորագույն այս օրերի մեջ արժեքը, որին դուք սպասում եք, որին փափազում եք եւ որի ակնկալիք ունեք։ Թող Տերը օգնի ձեզ։ Ուրեմն մեր այս համաժողովը պետք է շարունակվի, բայց հիմա ընդմիջումը։ Քանի որ մենք մի փոքր շատ ենք, մենք այս ընդմիջման ժամանակ խնդրում ենք, որ մի խումբը ֆոյեում իրենք մի խումբը ֆոյեում եղնի, այնտեղ ձեզ համար պատրաստված է տաք, չայ, սուրճ եւ այլն, թխվածքաբրիտներ կան, կարող եք օգտվել, շփվել, իրար հետ ծանոթանալ, որովհետեւ տարբեր եկեղեցիներից ենք մենք հավաքվել այստեղ։ Իսկ մյուս խումբը, մյուս մասը թող գա այստեղ, որպեսզի մենք կարողանանք տեղավորել ձեզ բոլորին այն դեմի սենյակում։ Տերը օրհնի ձեզ 15 րոպե ընդմիջում, շփման եւ տաք չայ եւ սուրճ խմել։ Artur. Papa Sanjay,